Так, առաջին կարևոր քայլը կամ սկզբունքը, որը կոչվում է սովորիր սպասարկել բիզնես նպատակներ։ Տարօրինակ է, բայց նույնիսկ ընկերության սեփականատերերը, ովքեր որ ակտիվ աշխատում են ընկերությունում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ընկերության սեփականատերն են եւ միաժամանակ տնօրենն են հանդիսանում ընկերության, երբեմն մոռանում են այս սկզբունքի մասին։ Երբեմն իրենք էլ սկսում են աշխատել ոչ թե բիզնես նպատակների շուրջ, այլ աշխատել այլ անցողիկ կարճաժամկետ նպատակների շուրջ, որոնք ուղիղ կերպով չեն անդրադառնում բիզնեսի աճի վրա կամ նույնիսկ երբեմն հանգարում են բիզնեսի աճին։ Մի հատ կարևոր համոզմունք, ասեմ, այլ հավասար պայմաններում կարիերայի աստիճաններով բարձրանում է այն մարդը, ով սպասարկում է բիզնեսի շահերը։ Միգուցե սրա հետ հիմա համաձայն չլինեք, ու եթե սրա հետ համաձայն չեք կամ այնպիսի տեղում եք հիմա, որտեղ որ այս սկզբունքը չի աշխատում, այստեղ դրա մասին գրել եմ, ապա կոպիտ ասած ոչինչով չեմ կարող ձեզ օգնել, որովհետև եթե դուք մի ընկերությունում եք, որտեղ որ այս սկզբունքը չի աշխատում, այդ ընկերությունում արդյունավետ ղեկավար լինելը ոչ միայն շատ բարդ է կամ հնարավոր չէ, այլև իմաստ չէ։ Մենք հիմա խոսել ենք այն տիպի համակարգերի մասին, որտեղ որ այս սկզբունքը գործում է, այսինքն որտեղ որ բիզնես նպատակների վրա աշխատելը եւ բիզնեսի շահերը սպասարկելը խրախուսվում է եւ ուրեմն երկարաժամկետ կտրվածքով տալու է իր արդյունքը։ Դրա համար եմ գրել այլ հավասար պայմաններում, հա, եթե ընկերությունը ունի առողջ մշակույթ, առողջ կորպորատիվ մշակույթ, այսինքն ընկերությունում հիմնական նպատակը բիզնեսի աճն է, ոչ թե ինչ-որ տարբեր մարդկանց նեղ անձնական շահերի սպասարկում, ապա այս կանոնը աշխատում է։ Կարիերայի աստիճաններով միշտ բարձրանում է այն մարդը, ով որ սպասարկում է բիզնեսի շահերը։ Սա ցավոք սրտի ակնհայտ է լինում երկարաժամկետ կտրվածքում, որովհետև դուք կարող եք ինչ-որ տեղ աշխատեք ու, գիտեմ, 5-6 ամիս կամ մի տարի քրտնաջան աշխատեք ինչ-որ կոնկրետ նպատակի շուրջ, որ ձեր առաջ դրված է ու դրա անդաչան հետ պատասխանը ֆիդբեքը չստանաք ու հիասթափվեք, բայց իրականում այս սկզբունքը գործում է երկարաժամկետ կտրվածքում։ Երկարաժամկետ կտրվածքում, եթե ինչ-որ մեկը աշխատում է բիզնեսի նպատակների սպասարկման վրա, նա վաղ թե ուշ առաջ է գնալու։ Ցավոք, շատ դեպքեր եմ տեսել, երբ նույնիսկ շատ բարձր մակարդակի ղեկավարներ խախտում են այդ սկզբունքը եւ սկսում են բիզնեսը օգտագործել սեփական նեղ շահերի սպասարկման համար։ Դա հատկապես տեղի ունեն այն դեպքերում, որտեղ այդ ղեկավարը ուղիղ կապ չունի բիզնեսի շահույթի հետ, այսինքն սեփականատեր չի, փայատեր չի եւ այլն, ու այսպես թե այնպես բիզնեսի շահույթը իր գրպանի վրա ուղիղ չի ասում։ Այդ դեպքում մարդիկ սկսում են սեփական շահերը սպասարկելու վրա աշխատել, ինչը որ երկարաժամկետ կտրվածքում միշտ ոչ շահավետ է։ Ուղիղ իմաստով ոչ շահավետ է, որովհետև այսօրվա բաց հասարակությունում, որտեղ բոլորի մասին ամեն ինչ կարելի է շատ արագ իմանալ, ուղղակի իմաստ չունի երկարատև կտրվածքով, ուղղակի իմաստ չունի անազնիվ աշխատել, հա։ Դրա համար առաջին սկզբունքը ղեկավարի հաջորդ մակարդակը բարձրանալու համար հնչում է այսպես. սպասարկել բիզնես նպատակները, ինչը նշանակում է տեսնել մեծ նկարը, այսինքն տեսնել, թե ինչպես է կառուցված բիզնեսը, ուր է գնում այդ բիզնեսը, ինչ նպատակ ունի բիզնեսը, հասկանալ, թե ինչ դեր ունի ձեր արածը այդ մեծ նկարում, մեծ նպատակում, հա, երբ որ ասեմ ձեր, նկատում եմ ձեր ու այն թիմի, որը որ ձեր ենթակայության տակ է, եւ հասկանալ, թե ինչ արդյունք են ձեզնից սպասում։ Սա շատ տրամաբանական է հնչում, ու հատկապես այն մարդիկ, ովքեր որ մեզ հիմա լսում են ու գտնվում են տնօրենի պաշտոնում կամ բիզնեսի սեփականատեր են, միգուցե զարմանան, որ սրան սենց մեծ կարևորություն եմ տալիս,
Իրականում ես ձեզ հավատացնում եմ, որ ձեր թիմի մեծ մասը չի տեսնում այդ մեծ նկարը, չի հասկանում ուր է գնում ձեր բիզնեսը, չի հասկանում ինչ դեր ունի ինքը եւ իր արածը այդ նպատակի շրջանակներում եւ ինչ արդյունք եք դուք իրենից սպասում։ Այս վարժությունը միշտ առաջարկում եմ որ անել, ձեզ էլ հիմա կառաջարկեմ որ անեք։ Եթե դուք բիզնեսի սեփականատեր եք, տնօրեն եք կամ առաջին վերևի մակարդակի ղեկավար եք, այսինքն ունեք մեծ թիմ, հա, բավականին մեծ թիմ, հատկապես ունեք մի քանի մակարդակ ներքև ձեզանից թիմ, այս վարժությունը անպայման արեք։ Հիմա նշեք ձեր մոտ, վաղը կարող եք անել։ Ուրեմն ձեր բոլոր թիմակիցներին խնդրեք գրել, թե որն է բիզնեսի նպատակը, մի տարվա, 5 տարվա, այս ամսվա ոնց հարմար է, հա, եւ ինչ դեր ունի իր արածը, ինչ դեր ունի իր արածը այդ նպատակի մեջ։ Պլյուս խնդրեք գրել, թե ինչ արդյունք են իր կարծիքով, ինչ արդյունք եք դուք իրենից ակնկալում, ինչ արդյունք ինքը պիտի տա։ Այս հարցը, եթե խնդրեք գրավոր գրեն թղթի վրա հավաքեք ու կարդաք, նախ կզարմանաք, թե ինչքան մեծ ռազմբրոս կա, այսինքն ինչքան տարբեր են պատասխանները միևնույն գործը անող մարդկանց, երկրորդ կզարմանաք ինչքան հեռու են մարդիկ իրականությունից, ինչքան սխալ ու աղավաղված են պատկերացնում բիզնեսի նպատակները ու իրենց դերը այդ նպատակի մեջ, ու երրորդ կզարմանաք ինչքան քիչ մարդ է մտածում արդյունքի պրիզմով, այսինքն ինչքան քիչ մարդ է հասկանում, թե ինչ արդյունք են իրենից ակնկալում։ Մեծամասամբ երբ ես հարցը տալիս ես մարդկանց, սկսում են ինչ-որ պրոցեսներ, task-եր պատմել, թե ինչ գործողություններ են անում, բայց ինչ արդյունք են գեներացնում, շատ քչեր են հասկանում։ Իմիջիայլոց այդ հասկացողներն են, որ սկսում են սպասարկել բիզնես նպատակները, ու այդ հասկացողներն են, որ սկսում են ում առաջարկում են ղեկավար պաշտոն, այսինքն սկսում են ղեկավարի կարիերա։ Լավ, ինչպես սա անել։ Ինչպես սովորել սպասարկել բիզնես նպատակները։ Առաջինը ուսումնասիրեք ընկերության կառուցվածքը։ Եթե դուք աշխատում եք այնպիսի ընկերությունում, որը ունի կառուցվածք, վերցրեք եւ ուսումնասիրեք այդ կառուցվածքը։ Տեսեք որտեղ եք դուք, ով կա ձեզ հավասար, ձեր կողքերը, ով կա ձեզնից վերև, ով կա ձեզնից ներքև, ընդհանրապես ինչ բաժիններ կամ ֆունկցիաներ կան այդ ընկերությունում, որտեղ ով է եւ ումից ինչ ակնկալիք պետք է ունենալ, հա։ Եթե ինչ-որ բան չեք հասկանում, անպայման հարցրեք ձեր ղեկավարին, շատ կարևոր է, որ դուք ընկերության կառուցվածքը կարողանաք կարդալ, կարողանաք հասկանալ, թե ինչպես է կառուցված ընկերությունը եւ ինչու է ընկերությունը հենց այդպես կառուցված։ Այս շատ կարևոր քայլ է, նույնիսկ եթե մարդը ղեկավարը գտնվում է ընկերության հիերարխիկ բուրգի ամենաներքևում, ինքը պիտի պատկերացնի ամբողջ ընկերության կառուցվածքը։ Մենք այդ դեպքում ինքը կհասկանա, թե որտեղ է ինչ դեր ունի, մենք այդ դեպքում ինքը կարողանա սպասարկել բիզնես նպատակները։ Հիմա եթե դուք լսում եք ինձ եւ դուք ղեկավար եք, ով չունի անմիջական ազդեցություն այդ կառուցվածքի վրա, ձեր խնդիրն է վերցնել կառուցվածքը եւ ուսումնասիրել։ Եթե դուք ղեկավար եք, ով ունի անմիջական ազդեցություն այդ կառուցվածքի վրա, այսինքն դա այդ կառուցվածքը մշակողն է կամ դրա վրա որոշում կայաց դրա հետ կապված որոշում կայացնելու հնարավորություն ունի, ապա ձեր խնդիրը կլինի ապահովել, որ ձեր բոլոր ղեկավարները իմանան կառուցվածքը եւ պատկերացնեն, թե ինչու է հատկապես կառուցվածքը այդպես կառուցված, որտեղ են իրենք, ինչ է ակնկալվում իրենցից։ Մյուս քայլը ճշտեք ինչ արդյունք են սպասում ձեզնից։ Էլի երկու կողմանի, հա, ճշտեք ինչ արդյունք են սպասում ձեզնից, եթե դա ինչ որտեղ գրված չի կամ լրիվ չեք պատկերացնում, ճշտեք ձեր ղեկավարից։ Եվ հակառակը, եթե դուք հիմա լսում եք ինձ եւ դուք երևի մակարդակի ղեկավար եք, նախ ստուգեք արդյոք մարդիկ հասկանում են ինչ արդյունք եք սպասում իրենցից եւ երկրորդը, եթե ոչ, ապա սրա վրա աշխատեք։ Հավաքեք, թրեյն արեք եւ սովորացրեք մարդկանց
հասկանալ, թե ինչ է ընդհանրապես արդյունքը, ինչով է տարբերվում ուղղակի գործողությունը արդյունքից եւ ինչ արդյունքի դուք ինձից սպասում։ Այս երկու գործողությունը մենակ որ անեք, վստահեցնում եմ ընկերության թիմի մտածելակերպի եւ խնդիրները տեսնելու ունակության մեջ էական բան կփոխվի։ Վերլուծեք, թե ինչպես պետք է տրված ռեսուրսով հասնեք այդ արդյունքին, այսինքն երբ որ դուք հասկացաք որտեղ եք, ինչ արդյունք են սպասում ձեզնից, վերլուծեք ունեք արդյոք ռեսուրսներ եւ ոնց պիտի այդ ռեսուրսներով հասնեք այդ արդյունքին։ Պլանավորեք ու սկսեք գործել ու միշտ կապի մեջ եղեք ղեկավարի ու այլ թիմերի հետ, որոնք ասում են ձեր արդյունքի վրա առաջացող խնդիրները օպերատիվ լուծելու համար։ Սա շատ կարևոր կետ է։ Միշտ կապի մեջ լինել ղեկավարի եւ այլ թիմերի հետ։ Ինչի մասն է խոսքը։ Բիզնեսը միշտ փոխկապակցված ֆունկցիաների համադրություն է։ Որտեղ էլ որ դու լինես բիզնեսի մեջ, միշտ քո արդյունքը կախված է նաեւ այլ մարդկանցից, միայն քեզնից չի կախված։ Օրինակ, եթե դու արտադրության բաժնում ես, դու կախված ես գնումների բաժնից։ Եթե դու գնումների բաժնում ես, դու կախված ես ֆինանսներից։ Եթե դու ֆինանսներում ես, դու կախված ես դեբիտորական պարտքերի հավաքագրման բաժնից։ Եթե դեբիտորական պարտքերի հավաքագրման բաժնում ես, դու կախված ես վաճառքներից, եթե դու վաճառքներում ես, կախված ես մարքեթինգից, եթե դու մարքեթինգում ես, կախված ես ֆինանսներից եւ այլն, հա, sense փոխկապակցված ենք։ Ու երբեք չես կարող ինքնուրույն մենակ գլուխդ կախ աշխատելով ստանալ քեզնից սպասվող արդյունքը, եթե դու ղեկավար ես, որովհետեւ եթե դու ղեկավար ես, քեզից ներքև արդեն կա թիմ, այդ փոխկապակցվածությունները շատ ավելի շատ են ու այդ փոխկապակցվածությունների հետ կապված խնդիրները պետք է լուծես ոչ միայն քո համար, այլ նաև ամբողջ քո թիմի համար։ Դրա համար շատ կարևոր է միշտ կապի մեջ լինել այն թիմերի հետ, այն թիմերի ղեկավարների հետ, ովքեր որ ազդեցություն ունեն ձեր արդյունքի վրա, որպեսզի այդ ընթացքում առաջացող խնդիրները օպերատիվ լուծվեն։ Եթե այս 2 4 5 քայլը անեք, ապա դուք ավտոմատ կսկսեք սպասարկել բիզնեսի նպատակները։ Ավտոմատ ձեր արդյունքը կսկսի արագ աճել, ավտոմատ այդ արդյունքը կնկատվի ղեկավարության կողմից, ավտոմատ դուք առաջ կգնաք ըստ ղեկավար։ Նույնիսկ եթե դուք առաջ չգնաք, նույնիսկ եթե դուք հիմա աշխատում եք այնպիսի տեղում, որտեղ դա չի գնահատվում, դուք ձեռք կբերեք շատ ուժեղ, շատ քիչ հավիտող հմտություն սպասարկել բիզնես նպատակ, որը որ հետագայում պետք է գա կարիերայում մի այլ տեղ, հա, մի այլ բիզնեսում, մի այլ ընկերություն։ Այնպես որ երբեք մի ասեք, այս բիզնեսում դա չի գնահատվում, ես այդտեղ դրա վրա չեմ ուզում աշխատել։ Առաջին հերթին արեք սա ձեր համար, արեք սա հմտությունը զարգացնելու համար։ Իհարկե կլինեն դեպքեր, երբ սկսեք այս process-ը, կհասկանաք, որ ընկերությունը ինչ որ հստակ կառուցվածք չունի այս բանին, շատ լավ առիթ է ուրեմն նախաձեռնել նման կառուցվածքի մշակումը։ Այդ նախաձեռնությունն էլ հաստատ կողջունվի եւ ղեկավարության եւ թիմի կողմից, ինչը նույնպես դրական ազդեցություն կարող ունենալ ձեր կարիերայի վրա։ Սա ուրեմն առաջին կետը բիզնես նպատակները սպասարկելու մասին։ Այստեղ մի հատ բան էլ ասեմ, անցնենք առաջ։ Այս կառուցվածքի բանը, հա, բիզնեսի կառուցվածքը հասկանալը մեր տրեյնինգներում այնքան ենք կարևորում, որ ցանկացած ղեկավարման տրեյնինգ, նույնիսկ առաջին լեվելի առաջին մակարդակի տրեյնինգները սկսվում են ընկերության կառուցվածքի մշակման հմտությունից, այսինքն սկզբում մենք միշտ սովորացնում ենք ղեկավարներին, թե ինչ է ընկերության կառուցվածքը, ինչ տեսք կարող է ունենալ ընկերության կառուցվածքը եւ մի քանի օրինակով սովորում ենք ընկերության կառուցվածք մշակել։ Այս հմտությունը միգուցե ուղիղ կիրառմամբ պետք չգա կյանքում աշխատանքում այս պահին, բայց այս հմտությանը տիրապետելը շատ լավ վերևից նկարը տեսնելու բան է ձևավորում, հա, ձեր մոտ այստեղ որ գրված է տեսնել մեծ նկարը, վերևից նկարը տեսնելու ունակություն է ձևավորում, ինչը շատ կարևոր է
արդյունավետ աշխատելու, կարևորի վրա կենտրոնանալու եւ արդյունք գեներացնելու համար։